Ընդդիմադիրներ նաև Մայրաթորից պնդում են, որ այս պատարագը կեղծ է, իսկ խնդրեմ ձեր գնահատականը նրանց հայտարարությունը։ Ես ինքս էջմիածնեցի եմ ու այն պատարագը չեմ գտնում կեղծ։ Հոգով, սրտով, սպիտակից եկե հասել են մասնակցելու այս պատարագին։ Եվ ինչ է կարծում, Հովանավանքը կդառնա այն կուլմինացիան, ինչպես վարչապետն է նշում, որից հետո Կտրիշ Ներսիսյանը կլքի վեհարանը։ Անպայման պիտի լքի վեհարանը Կտրիշ Ներսիսյանը։ Ես շատ վաղուց եմ լսել, դեռ 26 տարի առաջ ինքս էջմիածնի բնակիչ լինելով, որ Կտրիշ Ներսիսյանը արժանի չէր այդ գահին, այդ կաթողիկոսական աթոռին։ Պիտի որ լքի, աղջիկ ջան, պիտի որ հեռանա։ Եվ նաև Տեր Թադեն հայտարարեց, որ միանում է այսօրվա պատարագին, նա էլ հո կարգալույս չի, ինչպես պնդում են։ Հա, ճիշտ արել, որ միացել է։ Մի խոսքով բոլոր հավաքվածներին հարգում եմ, ով մեր եկեղեցուն նորմալ տեղ է տալիս։ Բնականաբար ձերներ բոլորս գիտենք, որ աղքատը այն մարդն է, որ ինչ որ բանի կարիք ունի։ Շատ ընդդիմադիրներ պնդում են, որ այս պատարագը, քանի որ Տեր Արամը կարգալույս է հռչակված Կտրիշ Ներսիսյանի կողմից կեղծ է, ձեր գնահատական այդ հայտարարությունն։ Ինչ ասեմ, աղջիկ ջան, ինչն է կեղծ, օրինակ։ Ես չեմ ընդունում, որ կեղծ է։ Դուք տեղացի եք։ Այո։ Եվ խնդրեմ ասունցի ենք։ Տեր Արամի մասին մի քանի բան կպատմեք։ Ճանաչում, առաջի անգամ եք։ Հա, մարզից եք։ Տես ես, չէ, հենց աշտարակում ենք մնում, բայց առաջի անգամ եմ եկել, այստեղ։ Ու զարմանում եմ, որ սենց վանք կա։ Եվ ինչ է կարծում, Հովանավանքը կդառնա այն կուլմինացիան, ինչպես նշում է վարչապետը, որից հետո Կտրիշ Ներսիսյանը կլքի վեհարանը։ Չեմ կարող ասեմ, աղջիկս, թող Աստված ոնց ասի, մենակ Աստված գիտի։ Բայց այս աղքատության մասին չգիտեն։ Բայց ինչ կեղծի մասին է խոսքը, մենք հայ առաքելական եկեղեցու զավակներ ենք, մենք ցանկություն ենք հայտնել, եկել ենք պատարագ ենք լսում, ինչ կա ստեղ կեղծի, իրավունք չունենք գալու։ Առավել ևս մեր կողմի ժողովրդից Արտաշատի բնակիչը եկել ենք, լսում ենք, շատ հաճելի է, հանգստանում ենք, զրուցում ենք, այս պայծառ օրով ինչ ֆոտո։ Ինչ է կարծում, Հովանավանքը կդառնա այն կուլմինացիան, ինչպես վարչապետն է նշում, ինչից հետո Կտրիշ Ներսիսյանը կլքի վեհարանը։ Եթե վարչապետը որոշել է, ուրեմն տենց էլ կլինի, ճիշտ էլ որոշել է։ Եվ նաև Տեր Թադեն հայտարարեց, որ ինքը եւս միանում է այս պատարագին, նա էլ հո կարգալույս եղած չի, ինչ կեղծի մասին է խոսքը։ Մարդը իր ցանկությունն է հայտնել եւ եթե ասել է, ուրեմն կմիանա, ուրեմն խելացի մարդ է, ինչ է եղել։ Ճիշտ էլ արել է։ Մենք հավատացյալ ժողովուրդ ենք, եկել ենք, լսում ենք, հանգստանում ենք, շատ հաճելի է մաքուր օդին, այս գեղատեսիլ սիրունս ձորերի կողքին, շատ լավ է։ Շատերը պնդում են օրինակ, որ այս պատարագը եւ նախորդը կեղծ է։ Ձեր գնահատականը այդ ամենն է։ Ինչ են պնդում, որ կեղծ է։ Ձեր գնահատականն եմ ուզում լսել։ Դե որ կեղծներ չի գա։ Ինչ եք կարծում, Հովանավանքը կդառնա այն կուլմինացիան, ինչպես վարչապետը նշեց, ինչից հետո Կտրիշ Ներսիսյանը վեհարանից կհեռանա։ Այդ հույսով ենք, հավատում ենք դրան, որ իսկական քրիստոնեական մաքրամաքուր եկեղեցի կունենանք, որը որ քարոզի ավետարանը ժողովրդին, ինչի համար որ նախատեսված առաքելական եկեղեցի է, չէ։ Եվ իր քահանաները կլինեն առաքյալներ մեր ժողովրդների համար։ Նաև Տեր Թադեն հայտարարեց, որ միանում է Տեր Արամի մատուցած պատարագին։ Շատ ուրախալի է։ Շատ համակրելի դեմք ունեն իրենք եւ լսում ենք Տեր Արամին էլ իր խոսքը, լսել ենք ավետարանի խոսքը։ Շատ ուրախ ենք։ Մենք ավետարան կարդում ենք, տեղյակ ենք։ Ընդդիմադիրներից նաև Մայրաթորը այս պատարագները Հովանավանքում Տեր Արամի մատուցմամբ համարում են կեղծ։ Ձեր գնահատական այդ հայտարարությունը։ Ես ինքս կեղծ չեմ համարում։ Ինչ եք կարծում, ասում եք, Չի ասեք։ Ինչ եք կարծում, Հովանավանքը կդառնա այն կուլմինացիան, ինչպես վարչապետն է նշում, ինչից հետո Կտրիշ Ներսիսյանը կլքի վեհարանը։ Ես ցանկանում եմ, որ այդպես լինի, բայց դեռ չգիտեմ։ Չեք պատկերացնում ինչպես դա կլինի։ Չեմ պատկերացնում ինչպես դա կլինի, բայց ցանկություն կա, որ այդպես լինի։ Եվ նաև Տեր Թադեն հայտարարեց, որ միանում է այս պատարագին, նա էլ հո կարգալույս եղած չէ, այս մասով ինչ կասեք։ Կարգալույս չէ, բայց սպասեք։ Կարծում եք, որ հաջորդը։ Կարծում եմ, որ հաջորդը ինքը կլինի։ Նրան եւս կաջակցեք։ Իհարկե կաջակցենք։ Իհարկե, արդեն հասկանում են։ Այդ նույն խոսքով հոր, որդու
Շատ ընդդիմադիրներ, այդ թվում մայրաթորից եկեղեցականներ, պնդում են, որ Տեր Արամի մատուցման պատարագները կեղծ են։ Իսկ խնդրեմ գնահատականը տակ այդ հայտարարությունին։ Ճիշտ ասած, գնահատական մի քիչ կդժվարանամ տալ, բայց ես մի ուրիշ բան ասեմ ձեզ։ Ալեքսանդր Սոլժենիցին վտարանդի, երբ որ Ռուսաստան վերադարձավ, երկար տարիները վտարանդի էր ինքը։ Ես մի անգամ պատահական տեսա, որ ինքը, երբ որ իջավ օդանավակայանում, լրագրողները իրան հարցեր ուղարկել։ Նույն լրագրողներից մեկը մի հետաքրքիր հարց ուղղեց, ասեց ինչ է սպասում Ռուսաստանին եւ ինչ կփրկի Ռուսաստանին։ Ինքը այսպեսի մի խոսք ասեց, որ մինչեւ այսօր ես հիշում եմ, որ ասեց Ռուսաստանին կփրկի միայն ապաշխարությունը։ Ես կարծում եմ, որ այսօր եթե հարց տանես, ինչ կփրկի Հայաստանը, ես կարծում եմ, որ ապաշխարություն։ Մարդիկ պետք է դառնան ասում, պետք է դառնան ճշմարիտ իրենց հավատքի արմատներին, հավատքով Աստծուն պաշտեն, Աստծուն խնդրեն, իսկ այս մնացած բաները դրանք ժամանակի ընթացքում ես համոզված եմ, որ պետք է կարգավորվի, ամեն ինչ իր տեղը գա։ Ինչ եք կարծում, Հովանավանքը կդառնա այն կուլմինացիան, ինչպես վարչապետը նշեց, ինչից հետո Կտրիշ Ներսիսյանը կլքի վեհարանը։ Այդ հարցին էլ դժվար կարողանամ պատասխանեմ, բայց կարծում եմ, որ Հայաստանին պետք է հոգևոր արթնություն, քրիստոնեական արթնություն։ Ամեն բան կմաքրվի, կզուլալվի ու մենք իրապես կդառնանք հզոր ազգ, ոնց որ շատ քրիստոնեական պետություններ այսօր աշխարհում շատ հայտնի, աշխարհում շատ հզոր եւ իրենց քաղաքականությունը թելադրող։ Այլև ձեզ դարձյալ հանձնում եմ Սուրբ Եկեղեցու խորհուրդներին։ Ինչ եք կարծում, Հովանավանքը կդառնա այն կուլմինացիան, ինչպես վարչապետը նշեց, ինչից հետո Կտրիշ Ներսիսյանը կլքի վեհարանը։ Կտրիշ Ներսիսյանը վախենում է գնալ, որտեղ Մոսկվան գիտի դրանից հետո օգտագործել ու ինչ էր անել։ Այստեղ փողի հարցը չի։ Մենք դե ամեն շաբաթ կան, տանը 52 շաբաթ է։ Ամեն շաբաթ որ կան, իսկ մի շաբաթ, երկու շաբաթ հետո արդեն ամոթ հայելի, ուղղակի ամոթ։ Ամբողջ աշխարհը ինձ թվում է կգնա։ Ինձ թվում է կգնա, որովհետև եթե այս ձևով ժողովուրդը գան պաշտպանեն, ինք ուրիշ ելք չունի։ Ինքը վախենում է Մոսկվայից, ուղղակի ուզում է գնալ։ Մեղք կա։ Ուղղակի մեղք կա։ 75 տարեկան եթե Պուտինը զանգում ասում է, что вы хотят этого старика, մի բան կա էլի։ Թող գնան, փողեն էլ հավաքին գնան, այդ ռեստորանը տրապեզն հավաքին գնան, աղբերն էլ հավաքին գնան, ամոթ։ Ոչ մեկնաց ոչ մի բան չի վեստա։ Գնան, քրոջ տղեն, սաղ ընտանիքով թող են գնան։ Ոչ մի պրոբլեմ չկա, 4-6 դարքի եպիսկոպոս կա։ Այդ ոնց է դու, ոնց հայտի տենցել են։ Շուտին փափախավոր քրդի տեղ են դրում։ Չեն հավատում, այդ իրան չաղությունը, իրենք չեն հավատում։ Դերտերն նիհար 220 օր 360 օր պետք է պասպահի, պետք է Աստծոս վախենա, պետք է ցույց չտա։ Ինձ մերքինաները, ինձ ամեն ինչը, ճաշակի հարցը, ինձ նվեր են տալիս։ Ящик արշակ են ասում, բրաբուս ակշում, ինի բենտլի ակշում, Արարատյան թեմի առաջում, ինչը ժողովուրդը քոր չէ, ժողովուրդը ամեն ինչը տեսնում է, խնդրում է, կաղաչում է, գնացել, ձեր փողերը հետները տարի, թող ժողովուրդը տանկից խոշ, ամեն աղանդավոր է, որ գնում ես թաղմանը, դեր չկա, այդ ո՞րց են տաղանդավորներ շարունակում, ժամանակ չունեն զբաղվելու։ Եկեղեցու առաքելությունը աղքատներին ավետարանելը։ Եկել եք աջակցելու Տեր Արամին։ Այո, եկել եմ օրհնություն ստանամ։ Այ որ շատերը համարում են պատարագը կեղծ է, ձեր կարծիքը դրա գնահատականը կտակ։ Ես իմ գնահատմամբ իմ սուբյեկտիվ կարծիքով կեղծ չի ոչինչ։ Ես ընդունում եմ Արամին, Սրբազան, եւ եկել եմ օրհնություն ստանալու։ Քաղաքականության մեջ չեմ զբաղվում, այս պահին եկել եմ իմ օրհնությունը ստանամ։ Ինչ է կարծում, Հովանավանքը կդառնա այն կուլմինացիան, ինչպես վարչապետը նշեց, որից հետո Կտրիշ Ներսիսյանը կլքի վեհարանը։ Դե, Աստծո կամքն է, եթե այդպես պիտի լինի, թող լինի։ Եվ նաև Տեր Թադեն հայտարարեց, որ միանալու է Տեր Արամի պատարագին, այս մասով ինչ կասեք։ Ուրախ ենք եւ ինքն է միացել եւ մենք ենք միացել։ Դիմադիր շրջանակները նաև մայրաթորից համարում են, որ Հովանավանքում կատարվող պատարագները կեղծ են։ Դուք որպես քաղաքացի կխնդրեմ ձեր կարծիքը հայտնեք դրա մասին։ Շատ սին կարծիք է, մենք մեր հոգու կանչով եկել ենք, աղոթքը շատ անձնական բան է, մենք բոլորս եկել ենք, աղոթում ենք առ Աստված, ոչ ժամանակը նշանակություն ունի, ոչ օրը,
ոչ էլ որևիցե մեկը մեզ ստիպել է, մենք մեր ցանկությամբ, մեր հոժար կամքով եկել ենք աղոթքը մեր բարձրացնում ենք առ Աստված։ Այս շատ ընկերներ պնդում են, որ Տեր Արամի մատուցման պատարագին կեղծ է, ոնց այդ հայտարարությունների վերաբերյալ ասած ես կեղծ բան չեմ նկատում այստեղ, քանի որ կանոնակարգի է տանում եւ եթե կա կոնկրետ խախտումներ եկեղեցական վերաբերյալ խնդրեմ մատնանշել են ամեն ինչ որպեսզի հայացքին է բարձրի որպեսզի ոչնչացնի չլինեն կապակցությամբ էլ իհարկե ինչ է կարծում հովանավանքը կդառնա այն կոնկրետ ինչպես նշեց վարչապետը ինչից հետո Կտրիշ Ներսիսյանը կլքի վեհանա մի փոքր ես այսպեսի մի բան ասեմ իմ հայ ազգին իմ կրսեր եւ ավակ սեմուներին որ եկեղեցի տամեր մեջ է եւ ինչքան որ այն մաքուր է սպանում տեսնում ես որ եկեղեցին որպես տաճար ապրում է եւ այո ես համաձայն եմ որ եկեղեցին դա ժողովուրդն է մեր սուրբ եկեղեցուն մշտական պետք են այնպիսի հոգևորականներ ովքեր որ ապրում եւ պահում են ճշմարիտ Աստծո խոսքը մարդկանց մեջ չկան եկեղեցին որպես այդպես անհատ մարդ չէ եկեղեցին կաթողիկոս չէ եկեղեցին եպիսկոպոս չէ եկեղեցին հավատքն է մարդկանց մեջ եւ հավատում եմ որ ժողովրդի հոգևոր բժշկությունը հնարավոր է սիրով համբերատարությամբ եւ միմյանց հանդեպ խաղաղությամբ Չմոռանաք հավանել տեսանյութը և բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։